отдельные ограничения. Առանձին սահմանափակումներ եւ վարչական մեթոդներ խոչընդոտում են ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը, նվազեցնելով բիզնեսի վարման կանխատեսելիությունը։ Հայաստանի Հանրապետությունը մշտապես երաշխավորում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսվարողների համար ոչ խտրական բարենպաստ պայմաններ եւ ակնկալում ենք, որ նման մոտեցում գործի ԵԱՏՄ ամբողջ տարածքում։ Մենք համարում ենք սկզբունքորեն կարևոր, որ ապրանքների ներմուծման վրա ազդող որոշումները անդամ պետություններում կայացվեն ԵԱՏՄ օրենքների եւ իրավասու մարմինների միջև կառուցողական գործակցության պայմաններում։ Հակառակ մոտեցումը բացասաբար կանդրադառնա ԵԱՏՄ զարգացման եւ միության նկատմամբ պետությունների քաղաքացիների ու գործարար շրջանակների վերաբերմունքի վրա։ Դա ժամանակի ընթացքում դառնում է ոչ թե առանձին պետության, այլ ամբողջ միության խնդիրը։ Հարկավոր է ամրապնդել փոխվստահությունը։ ԵԱՏՄ նպատակներին դեռ չենք հասել, ուստի գործնականում պետք է արագացնենք մեխանիզմների համաձայնեցումը։ Հայաստանի Հանրապետությունն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների 2026-ի մայիսի 29-ի հայտարարությունը, որով աջակցություն են հայտնում Հայաստանում Եվրամիության անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Ինչպես հայտնի է, 2025-ին Հայաստանի Հանրապետությունն ընդունել է օրենք, որով մեկնարկել է Եվրամիության անդամակցելու գործընթացը։ Այդ օրենքի ընդունման ռազմավարական նպատակը Հայաստանի համար այլընտրանքային զարգացման ուղղություն ստեղծելն է։ Մենք հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության անդամ, սակայն օրենքի ընդունումը դեռ չի նշանակում, որ Հայաստանն այսօր իրական հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ։ Դրա համար անհրաժեշտ կլինի նաեւ ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը։ Նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնապես դիմել ԵՄ-ին անդամակցելու հայտով։ Այնուհետև Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Առնվազն այս փուլերը չանցնելու դեպքում հանրաքվե անցկացնելու բովանդակային իմաստը նշանակություն չի ունենա։ Դա կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխանել մի հարցի, որն այս պահին դեռ գոյություն չունի։ Այլ կերպ ասած, կակնկալենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրություն կատարեն երկու այլընտրանքների միջև, որոնցից մեկն այս պահին գոյություն չունի։ Դա անհարգալից վերաբերմունք կլինի մեր քաղաքացիների հանդեպ եւ չի ունենա բավարար լեգիտիմություն։